ամփոփեմ 2025 թվականի օդի ջերմաստիճանի և տեղումների վերաբերյալ տեղեկատվությունը։ 2025 թվականի հունվարից նոյեմբեր ժամանակահատվածի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 8.1 աստիճան, որը նորմայից բարձր է գրեթե 1 աստիճանով։ Տեղումների քանակը նույն ժամանակահատվածում կազմել է 422 մմ, որը կազմում է նորմայի 81%-ը։ 2025 թվականին տաք են եղել հատկապես մարտ և նոյեմբեր ամիսները, երբ ամսական միջին ջերմաստիճանները իրենց նորմաներից բարձր են եղել համապատասխանաբար 2.9 և 3.1 աստիճանով։ 2025 թվականի մարտը 6-րդ տաք մարտն էր, սկսած 1935 թվականի դիտարկումների տվյալների համաձայն, առանձին օրերին դիտվեցին նոր ջերմաստիճանային ռեկորդներ, մասնավորապես մարտի 17-ին օդի առավելագույն ջերմաստիճանը Կապանում հասավ 31.3 աստիճան, գերազանցելով մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճանը։ Օդի ջերմաստիճանի զգալի բարձր արժեքներ դիտվեցին օգոստոսի 2-ին և օգոստոսի 5-ին, օրական առավելագույն ջերմաստիճանները Երևանում հասնելով համապատասխանաբար 41.9 և 41.5 աստիճանի և գերազանցեցին տվյալ օրերի երբևիցե դիտված առավելագույն ջերմաստիճանները, իսկ Արենիում այդ օրը գրանցվեց 42.6 աստիճան։ Օդի ջերմաստիճանի զգալի բարձրացում է դիտվել նաև հոկտեմբերի 7-ից 9 անկած ժամանակահատվածում, երբ օրական միջին ջերմաստիճանները հանրապետության առանձին շրջաններում բարձր էին 5-ից 7 աստիճանով։ Արարատյան դաշտում և Երևանում օդի առավելագույն ջերմաստիճանները հասան 30-ից 32 աստիճան, իսկ Մեղրիում 34.5 աստիճան, որոնք նույնպես աննախադեպ էին։ Նոյեմբեր ամիսը մեր հիդրոթերապևտաբանական դիտարկումների պատմության մեջ երկրորդ ամենատաքն էր, սկսած 1935 թվականից։ Ամսվա ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է նոյեմբերի 9-ին Կապանում 27 աստիճան, նոյեմբերի 23-ին առավելագույն ջերմաստիճանը հասել է 25.8 աստիճան։ Օդի միջին ամսական ջերմաստիճանները ցածր էին նորմայից միայն համապատասխանաբար 2 աստիճանով և 0.8 աստիճանով։ 2025 թվականի ամենաբարձր ջերմաստիճանը դիտվել է Արենիում 42.6 աստիճան օգոստոսի 2-ին, իսկ ամենացածր ջերմաստիճանը -28.5 աստիճան հունվարի 30-ին։ 2025 թվականի ձմեռը հանդիսացավ ամենաչորը մեր հիդրոթերապևտաբանական դիտարկումների պատմության մեջ, սկսած 1935 թվականից։ Տեղումների միջին քանակը Հայաստանում ձմռան ամիսներին կազմել է 55.7 մմ, որը նորմայի 49%-ն էր, ինչը իր ազդեցությունը ունեցավ ջրային ռեսուրսների վրա։ 2025 թվականի հունվար, օգոստոս և նոյեմբեր ամիսները հանդիսացան երկրորդ չորը, սկսած 1935 թվականից, տեղումների ամսական քանակը հունվար, օգոստոս և նոյեմբեր ամիսներին կազմել է նորմայի համապատասխանաբար 18, 19 և 7%-ը։ Խոնավ էին ապրիլ և սեպտեմբեր ամիսները և բոլոր դրական նախադրյալները կան, որ խոնավ կլինի նաև դեկտեմբեր ամիսը։ Ցանկանում եմ առանձնացնել երկու վտանգավոր երևույթ, որ դիտվեցին 2025 թվականին։ Առաջինը դա Արտաշատում մայիսի 5-ին 3 ժամ 10 րոպեվա ընթացքում թափվեց 1.5 անգամ նորմայից ավել տեղումներ և զգալի վնաս հասցրեց տնտեսությանը, և մյուս վտանգավոր հիդրոթերապևտաբանական երևույթը, որ հունիսի 15-ին ուժեղ քամի պտտահողմ դիտվեց Ապարանում, որի ընթացքում քամու ուժգնությունը հասավ մինչև 39 մետր/վայրկյան, նույնպես զգալի վնաս հասցնելով տնտեսությանը։ Ջրային ռեսուրսների հետ կապված նշեմ, որ 2025 թվականին գետերում ջրի միջին տարեկան ելքերը եղել են նորմայից ցածր, կազմելով նորմայի 50-ից 90%-ը, ընդ որում ամսական ելքերը զգալի ցածր են եղել նորմայից, հատկապես մայիս-հունիս ամիսներին։ Դա պայմանավորված էր այն հանգամանքով, որ 2025 թվականի ձմեռը, ինչպես նշեցի, ամենաչորն էր մեր դիտարկումների պատմության մեջ և մինչև փետրվարի 3-րդ տասնօրյակը ձնածածկույթը բավական ցածր էր նորմայից և չէր գերազանցում 30 սանտիմետրը մինչև 2200 մետր բարձրությունները։ Սակայն ի ուրախությունս փետրվարի 20-21-ին դիտվեցին ուժեղ ձյուն և զգալիորեն լրացվեց այդ տեղումների պակասը և որոշակի դրական տենդենս նկատվեց ջրային ռեսուրսների հետ կապված։ Սևանա լճի տեղեկատվությունը 2025 թվականի հունվարի 1-ին լճի մակարդակը կազմել է 1939 մետր,
Վերջինս մինչև հունիսի 8-ը բարձրացել է 38 սանտիմետրով, կազմելով 1977 մետր։ Հունիսի 9-ից սկսած լճի մակարդակը մինչև դեկտեմբերի 28 այսօր ներառյալ իջել է 55 սանտիմետրով եւ այսօրվա դրությամբ լճի մակարդակը կազմում է 1922 մետր, ինչը նախորդ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 17 սանտիմետրով։ Լճի ծավալը կազմում է 37.8 կիլոմետր խորանարդ, իսկ մակերեսը 1275 կիլոմետր քառակուսի։ Արտասևան ջրատարով Սևանալիչ տեղափոխված ջրի քանակը մինչև դեկտեմբերի 28-ը ներառյալ կազմում է 119.6 միլիոն, որը 65.4 միլիոնով պակաս է նախորդ տարի նույն ժամանակահատվածում տեղափոխված ջրի քանակից, իսկ ոռոգման նպատակով ջրի պաստողումը սկսվել է հունիսի 6-ին եւ շարունակվել մինչև սեպտեմբերի 27-ը։ Այդ ժամանակահատվածում լճից պաստողված ջրի ծավալը կազմել է 170 միլիոն 965 հազար, ինչը 49.9 միլիոնով ավել է 2024 թվականի ցուցանիշից։ 2025 թվականին մենք ՊՕԱԿ-ի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամբարներից 3-ում Ախուրյանում, Ազատում եւ Մարմարիկում ունեցանք 100% լցվածություն, իսկ Ալփի, Լիճ եւ Ապարին ջրամբարում 51% լցվածություն։ Այսօրվա դրությամբ ՊՕԱԿ-ի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամբարներում ջրի ծավալի գումարային մեծությունը կազմում է 252 միլիոն խորանարդ մետր, որը 2024 թվականի նույն օրվա մեծության համեմատ 137 միլիոն խորանարդ մետրով պակաս։ Ես ուզում եմ ներկայացնել 2026 թվականի հունվար ամսվա եւ առաջիկա 5 օրերին սպասվող եղանակակլիմական պայմանները։ Սկսենք հունվարից։ Հունվարի օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է կլիմական նորմայից բարձր 1-ից 2 աստիճանով, տեղումների քանակը նորմայից սահմաններում։ Այսինքն մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք եւ բավարար տեղումներով հունվար։ Հիմա ուզում եմ հունվարը բաժանել ըստ տասնօրյակների, որովհետեւ շատ այդպես իրարամերժ ջերմաստիճաններ են սպասվում ջերմային ֆոնի տեսանկյունից։ Հունվարի առաջին, երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում։ Հունվարի առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվելու է արկտիկական ցուրտօդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հունվարի 3-ից 4 ընկած ժամանակահատվածում այս օրերի համեմատ օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այդ արկտիկական ցուրտօդային հոսանքները հանրապետությունում կմնան մոտավորապես մինչև հունվարի 8-9 ներառյալ։ Հունվարի երկրորդ եւ երրորդ տասնօրյակներում հիմնականում հանրապետությունում կգերակշռեն հարավ-արևմուտքից հարավից ներթափանցող արևադարձային տաքօդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակից առաջին տասնօրյակի համեմատ զգալի կբարձրանա։ Այսպիսով, եթե միջին տասնօրյակային ջերմաստիճանը ներկայացնենք ըստ տասնօրյակների, ստացվում է, որ հունվարի առաջին տասնօրյակը կլինի մի փոքր սառը, ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի 1-ից 2 աստիճանով, բայց հունվարի երկրորդ եւ երրորդ տասնօրյակին օդի ջերմաստիճանը կլիմական նորմայից բարձր կլինի 1-ից 2 աստիճանով։ Թվաբանական միջին արժեքով ստացվում է, որ ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-ից 2 աստիճանով։ Հիմա ուզում եմ ներկայացնել հանրապետությունում գիշերային ժամերին սպասվող նվազագույն ջերմաստիճանները, որոնք կդիտվեն հունվարի առաջին տասնօրյակում, ինչպես արդեն նշեցի, արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքում։ Այսպիսով, Շիրակում հունվարի առաջին տասնօրյակում գիշերային ժամերին ջերմաստիճանը կնվազի մինչև -25-ից 30 աստիճան։ Կոտայքի լեռնային գոտիներում մինչև 20-ից 25 աստիճան ցուրտ է սպասվում։ Կոտայքի նախալեռներում ջերմաստիճանը կհասնի -14-ից -17-ի, Գեղարքունիքում մինչև -20-ից 25-ի, Լոռիում -17-ից -20-ի, Տավուշի նախալեռնային հատվածներում -14-ից 18-ի, Տավուշի ցածրադիր գոտում -12-ից 16-ի, բավականին ցածր ջերմաստիճաններ կգրանցվեն նաև Արագածոտնի լեռնային գոտիներում -24-ից 27 աստիճան սառնամանիք է կանխատեսվում։ Արագածոտնի նախալեռնային հատվածներում սպասվում է մինչև -14-ից -18, Արարատի նախալեռներում օդի ջերմաստիճանը կիջնի մինչև -14-ից 17, Արարատի ցածրադիր գոտիներում -12-ից 16, Արմավիրի մարզում -12-ից 16, Վայոց ձորի լեռնային գոտիներում սպասվում է մինչև -20-ից 23 աստիճան սառնամանիք, Վայոց ձորի նախալեռներում -12-ից 16 աստիճան, Սյունիքի լեռնային գոտիներում -20-ից -25 աստիճան, Սյունիքի նախալեռներում -17-ից -20 եւ Սյունիքի հովիտներում -11-ից -15։ Երևանում նվազագույն ջերմաստիճանը
հունվարի առաջին տասնօրյակում կանխատեսվում է -15-ից 17 աստիճան։ Բայց ինչպես նշեցի, երկրորդ տասնօրյակից սկսած գերակշռող կդառնան հարավ-արևմտյան արևադարձային տաքոթային հոսանքները, որոնց ներթափանցման դեպքում ցերեկային ժամերին կարձանագրենք հետևյալ առավելագույն ջերմաստիճանները։ Այսպիսով Շիրակ +2 +5, Կոտայքի լեռնային գոտիներ +2-ից +5, Կոտայքի նախալեռնային հատվածներ +4-ից +7, Գեղարքունիք +2-ից +6, Լոռիում +10-ից +13 աստիճան, Տավուշի նախալեռնային հատվածներում +12-ից 15 աստիճան, տաք կլինի Տավուշի հովիտներում +13-ից 16 աստիճան, Արագածոտնի լեռնային գոտիներում ջերմաստիճանը կհասնի +1-ից +4 աստիճանի, նախալեռնային հատվածներում +4-ից +7, Արարատի նախալեռներում +4-ից +8, Արարատի ցածրադիր գոտում այդ թվում նաև Արմավիրում +5-ից +9, Վայոց-Ձորի լեռնային գոտիներում սպասվում է մինչև +3-ից +6, Վայոց-Ձորի նախալեռներում +6, +10, Սյունիքի լեռնային շրջաններում +2, +5, նախալեռնային հատվածներում +10-14 եւ Հովտային գոտում +12, +16։ Երևանում առավելագույն ջերմաստիճանը հունվարի երկրորդ եւ երրորդ տասնօրյակին կարող է հասնել մինչև +7, +9 աստիճան։ Հիմա անցնենք առաջիկա օրերի կանխատեսման։ Այսօր մեր երկիրը կրկին գտնվում է ցիկլոնի ազդեցության գոտում, որի ակտիվությունը հատկապես մեծ կլինի Վայոց-Ձորում եւ Սյունիքում։ Այսօր ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, Վայոց-Ձորի եւ Սյունիքի մարզում միջին ինտենսիվության, մնացած գոտիներում թույլ։ Առաջիկա գիշերը տեղումները կպահպանվեն միայն Վայոց-Ձորում եւ Սյունիքում, մյուս շրջաններում կդադարեն, վաղը ցերեկը, այսինքն դեկտեմբերի 30-ի ցերեկը եւ դեկտեմբերի 30-ի լույս 31-ի գիշերը երկրի ողջ տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո միջերկրական ծովի շրջաններից Հայաստանին մոտենում է հաջորդ ցիկլոնը, այսպիսով դեկտեմբերի 31-ի հետկեսօրյա ժամերից հունվարի 1-ին հունվարի 2-ին մինչև կեսօր Հայաստանը գտնվելու է միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում, ինչի արդյունքում դեկտեմբերի 31-ին կեսօրից հետո հանրապետության մի շարք շրջաններում կսկսվեն ձյան տեսքով տեղումներ, որոնք կշարունակվեն հունվարի 1-ին, հունվարի 2-ի գիշերը եւ հունվարի 2-ի առավոտյան ժամերին։ Հունվարի 2-ի ցերեկը դրանք հիմնականում կպահպանվեն Վայոց-Ձորում եւ Սյունիքում, հունվարի 3-ից երկրի ողջ տարածքում տեղումները կդադարեն եւ դրան հաջորդող 5 օրերին կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հիմա ինչ սպասենք առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում։ Առաջիկա գիշերը ջերմաստիճանը կրկին զգալի կնվազի, մոտ 5-ից 7 աստիճանով այսօրվա համեմատ։ Հունվարի 31-ից մեկնկատ ժամանակահատվածում 8-ից 10 աստիճանով կբարձրանա, որովհետև եւ ունենք հարավ-արևմտյան ցիկլոն եւ անպամատություն եւ տեղումներ դրանով պայմանավորված։ Բայց հունվարի 3-ից սկսած, երբ եղանակը կպարզի հանրապետությունում կհաստատվի անտիցիկլոնային դաշտ, օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կրկին կնվազի մոտ 8-ից 10 աստիճանով եւ հատկապես լեռնային շրջաններում արդեն կարձանագրենք բավականին ցածր ջերմաստիճաններ, որոնք արդեն ներկայացրեցի։